Բարև ձեզ սիրելի առաջին դասարանցիներ, շարունակում ենք այբելարանի դասապատրաստման աշխատանքները։ Այսօր մենք սովորելու ենք ևս մեկ հետաքրքիր հնչյունների տառ, ո տառը, որը նման է ե-ին, քանի որ ո-ն էլ ե-ի նման երկհնչյուն տառ է։ Լսում ենք երկու հնչյուն, վ եւ օ ենք լսում, բայց գրում ենք մեկ տառ։ Տեսեք, կամարի տեսք ունի։ Ո մեծատառ տպակիր, ո փոքրատառ տպակիր, ոզնի։ Որ տարի մասնիկներին է նման երեխաներ, նման է այի մասնիկներին, իսկ փոքրատառը, եթե երկարացնենք, կդառնա ր։ Մեծատառ ցեռակիր ո, փոքրատառ ցեռակիր ո։ Բառասկզբում, եթե մենք տեսնենք այս տառը, անպայման կաշտալու ենք երկու հնչյուն, ո, ոզնի, կենթանի է, չէ, ոզնին։ Հիմա փորձենք ասել բառեր, որոնց բառասկզբում լսվում է ո, վ, օ երկհնչյուն է։ Ոսպ, ոսկի, ոսկոր, ոզնի, որակ, ոլոր, ոլորել, ոլորան, ողկույզ, որդի, ոհմակ, բառերը շատ են երեխաներ։ Իսկ եթե այս նույն տառը դուք տեսնեք բառամիջում կամ բառավերջում, ե-ի նման, սա էլ մեկ հնչյուն պիտի արտասանվի։ Այս տառի դեպքում, եթե բառամիջում է եւ բառավերջում, կարդում ենք օ։ Օրինակ, բառավերջում սարո, կարո, սերո, մարո, իսկ բառամիջում հանդիպելիս նորից կկաշտանք օ։ Լոր, սալոր, լոլիկ, կլոր, մոլոր, մորի, մողես եւ այլն։ Վերհիշենք եւ համեմատենք տառերը։ Ի, ու, ա, ռ, ո, ս։ Հիմա ուշադիր նայենք երեխաներ, ո-ն ու ս-ն կարծես շուռ տված լինեն, իրար նման են, պարզապես շուռ տված են, տեսեք, եթե ո-ն շուռ ենք տալիս, դառնում է ս։ Ին ու ուն նման են ինչով, մասնիկներով են շատ նման, ին և ուն։ Այի և ռ-ի մեջ էլ կա նմանություններ, մասնիկների, ձեռագիր մասնիկների քրության մեջ բավականին շատ նմանություններ կան։ Ան ու ս նույնպես իրար նման են, համեմատում ենք մեկը մյուսի հետ։ Իսկ հիմա ոտանավորի մեջ գտնում ենք մեծատառ ո-ն, փոքրատառ ո-ն եւ շրջագծում։ Ծնողները, ուսուցիչները կամ մեծ քույրիկն ու եղբայրը կաշտում են բանաստեղծությունը, որպեսզի երեխաները սովորեն։ Ոզնին, ոզնին ոնց որ գնդակ լիներ։ Տեսեք, բառամիջում օ պիտի կաշտանք։ Գլորվում էր աչուցախ, կատուն ոտքով, բառասկզբում ո, բառամիջում օ, հրեց առաջ, ոզնին փշով ծակեց նրան։ Մի անգամ էլ կաշտանք, ոզնին ոնց որ գնդակ լիներ, գլորվում էր աչուցախ, կատուն ոտքով հրեց առաջ, ոզնին փշով ծակեց նրան։ Ոսպի հատիկներով գրում ենք տպակիր ո, մեծատառ, տպակիր ո, փոքրատառ։ Ձեռակիր ո, փոքրատառ, ձեռակիր ո, մեծատառ։ Հիմա կաշտանք բառերը եւ տեսնենք ինչպես ենք կաշտալու բառամիջում ո-ն։ Հիշում եք ասացի, որ եթե բառի մեջ կամ բառի վերջում տեսնենք ո-ն, պիտի կաշտանք օ։ Լոր, սալոր, տեսեք, մի հատ սա մասնիկ է ավելացել, բառը փոխվել է, թռչունը դարձել է միրգ։ Լոր, սալոր, լոլիկ, մորի, կիտրոն։ Հիմա կաշտում ենք անունները։ Հիշում ենք, որ անունները գրվում են մեծատառով։ Կարո, սարո, մարո, կարեն, նորա, սոնա։
Եվ խաչբար լրացնել ենք սովորում երեխաներ։ Իհարկե խաչբարի մեջ կան տառեր, որոնք դեռ դուք չեք սովորել, որ տառը որ չեք կարողանա գրել, գծիկ կտնեք դրա փոխարեն։ Նայում ենք մեկին, նկարված է մասուր։ Գրում ենք մասուր բառը ուղղահայաց ուղղությամբ, վերևից ներքև, մասուր։ Երկուսին ենք նայում, նկարված է գոտի։ Կան մենք չենք սովորել, գծիկ ենք դնում, գոտի, բառամիջում օ լսելիս գրում ենք ո տառը, գոտի։ Երեքն ենք նայում, սունկ է նկարված, գրում ենք սունկ։ Չորսը կապիկն է, կապիկ։ Տեսեք, երկուսը երկու ուղղությամբ էր, և ուղղահայաց, և հորիզոնական։ Հորիզոնական ուղղությամբ գուլպա պիտի գրենք, նորից գմբաց ենք թողնում, գուլպա։ Եվ հինգերորդը նկարված է կատու, կատու։ Խաչբարն էլ լրացրեցինք, այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։